Սա շրջանակներում ես խնդրում եմ չհեռանալ դատախազության ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է սպառնալիքներ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հասցեին, ընդհուպ ոչնչացնել եւ այլ համանման բառերով։ Արդյոք դատախազությունը որևէ կերպ ուսումնասիրության ենթարկել է այս հայտարարությունները եւ ունի տված իրավական գնահատական։ Ձեր ասած հանգամանքների վերաբերյալ հաղորդում դատախազությունը չի ստացել, հետևաբար չունի նաև հաղորդումից բխող Բացի հաղորդումից, հարգելի պատասխանող, դուք կարող եք նաև մամուլի եւ լրատվության միջոցների հրապարակումներին հետևել, ավելին, այս ընթացքում ձեր ուղիղ պարտականությունն էր նաև կանխարգելիչ գործողություններ իրականացնել։ Այս մասով որևէ գործողություն, որևէ քայլ դատախազությունը իրականացրել է, թե չի իրականացրել։ Այդ թվում նաև այն սպառնալիքները, որոնք վերաբերում են սեփականազրկմանը, ունեզրկմանը եւ այլն։ Ունեք թե չունեք, կարճ եմ ակնկալում պատասխանը։ Եթե խոսքը վերաբերվում է սպառնալիքին, բռնության կոչերին եւ սպառնալիքներին, այո։ բռնության կոչ, ատելության խոսք, այս մասով արդեն իմ պատասխանը տրվեց։ Կոնկրետ այս դեպքում չունեք։ Ոչ։ Եղավ։ Կենտրոնական տրական հանձնաժողովը նույն հարցի շրջանակներում խնդրում եմ արձագանքեք։ Արդյոք ձեր կողմից գնահատվել է իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից նման հայտարարություն անելը։ Արդյոք ազդել է ընտրական միջավայրի վրա, թե ոչ։ Իրականացել եք արդյոք նման գնահատում, թե ոչ։ Այո կամ ոչ։ Չէ, կենտրոնական տրական հանձնաժողովի։ Հիմա հարցը կենտրոնական տրական հանձնաժողովին։ Այո, նույն հարցը կենտրոնական տրական հանձնաժողովին էր ուղղված, քանի որ հասկացանք դատախազությունը եւ իրավապահ համակարգը չի արձագանքել այս ամենին, ուզում ենք տեսնենք կենտրոնական տրական հանձնաժողովը, որ սահմանադրությամբ լիազորված մարմինն է, արդյոք իրականացրել է այս մասով որևէ ուսումնասիրություն կամ գնահատական տվել է, թե չի տվել։ Այո կամ ոչ։ Ինչին, պարոն Մինասյան, կներեք։ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հրապարակային ընդդիմադիր ուժերի առաջնորդներին, այդ թվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս ընդդիմադիր ուժերի ղեկավարներին սպառնալով ոչնչացնել, ունեզրկել, նստեցնել բանտեր եւ այլն, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ տվյալ դեպքում հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, թեև այսպես կոչված արձակուրդում էր իբր գտնվում։ Ունեցել եք ուսումնասիրություն գնահատական, թե ոչ։ Այո կամ ոչ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի կողմից եղել է դիմում։ Եվ այդ դիմումի շրջանակում ես ծանոթ եմ որպես ժամանակը խնայենք, ես ծանոթ եմ 259A, որ իմ ասած հարցադրումը այնտեղ չկա, խնդրում եմ պատասխանեք կոնկրետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած գնահատականի սպառնալիքի բռնության կոչի վերաբերյալ ուսումնասիրություն ունեք, թե չէ, գնահատական կա, թե չէ, այո կամ ոչ։ Մենք քաղաքական գործիչների ելույթները չենք, այսպես ասած, գրաքննել, բայց բռնության կոչի մասին նկատի ունեմ, որ որևէ տեխնացու կամ կուսակցություն կդիմեր կենտրոնական տրական հանձնաժողով եւ կասեր, որ տվյալ մեկ այլ անձի կողմից իր նկատմամբ բռնության կոչ է եղել, կարող է դիմել դատախազություն, մենք այդ Պարոն Ավագիմյան, խնդրում եմ, ասեք այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, կլինի ես որոշեմ ոնց եմ պատասխանում։ Ես ակնկալում եմ պատասխան։ Դուք հարցը տվել եք պատասխանողը ինքն է որոշում ինչպես պատասխանել։ Շատ լավ, ես ուզում եմ հստակեցնեմ, այո կամ ոչ, ընդամենը, որպեսզի ժամանակը խնայենք։ Ես ժամանակը խնայելու համար ձեզ պատասխանում եմ ամենայն հարգանքով, պարոն Մինասյան, որ բռնության կոչի վերաբերյալ մենք ոչ կենտրոնական տրական հանձնաժողովն է դիմում ստացել,
ոչ բռնության կոչ կատունեմ։ Իսկ ուժեղ Հայաստանի դիմումում ինչ որ ներկայացված է եղել, դա վարույթի շրջանակներում քննարկվել է։ Ես ոնց կրավում եմ ձեր կողմից մեջբերվածը, մի մասը նաև ուժեղ Հայաստանի կողմից ներկայացված դիմումում եղել է եւ գնահատվել է։ Լավ, դուք ընդհանրապես առհասարակ խախտումների գնահատման մեթոդաբանություն ունեք, թե չունեք։ Նորից ակնկալում եմ այո կամ ոչ։ Տվյալ դեպքում խոսքը գնում է նախընտրական քարոզչության շրջանակներում իրականացված օրենքով նախատեսված կանոնները պահպանելու տեսակետից։ Բոլոր խախտումները գնահատվում են ըստ տվյալ իրավիճակի, ըստ տվյալ փաստերի հանգամանքների բերումով։ Պարոն Ավագիմյան, ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ ամրագրում է, թե որ մարմինները, այդ թվում նաև պետական մարմինները, իրավունք չունեն ներգրավել նախընտրական քարոզչությանը։ Գոհունակությամբ արձանագրելով, որ դուք հորդորել եք հատուկ հնչական ծառայությանը, որպեսզի իրենց հաղորդագրություններում չօգտագործեն այդ անունները, այսինքն թեկնածուների անունները, իբրև կուսակցություններ կամ կուսակցություններ դաշինքներ։ Հետագայում դուք չեք անդրադարձել այդ հարցին։ Արդյոք այնուամենայնիվ ազդեցություն ունեցել է, թե չի ունեցել, որտեղ այս հարցը ես ուղղելու եմ նաև հակակոռուպցիոն կոմիտեին եւ քննեմ միջև այդ ծանոթանա ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածին։ Պարոն Մինասյան, մենք ստացել ենք հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի պատասխանները, այսինքն մեր հորդոր խնդրանքը իրենց, որպեսզի իրենք հնարավորության դեպքում բացառեն կուսակցությունների անունների օգտագործումը իրենց հաղորդագրությամբ։ Ստացել ենք պատասխանները, բավարարվել ենք եւ այդ թվում նաեւ մնացած արդեն գնահատականները 258-ա որոշմամբ արդեն մեր գնահատական ընդհանուր ընտրական գործընթացներին ամփոփել ենք։ Դուք այս մասով 259-ա որոշման մեջ գնահատական չեք տվել։ Պարոն Մինասյան, հակաքարոզչությունը նախընտրական քարոզչության տար է, թե չէ։ Անվանման օգտագործում, խնդրում եմ, այո կամ ոչ։ Պարոն Մինասյան, 258-ա որոշումը ինքը ընդհանուր ընտրությունների գնահատականն է։ Այդ թվում ձեր կողմից օրինակ խախտում համարվողը, որը կարող է մեր կողմից խախտում չհամարվել, այսինքն եթե որևէ գնահատական, որը որ դուք ակնկալում եք այնտեղ չկա, դա չի նշանակում, որ մենք սխալ ենք։ Լսեք, ես ընդհանրապես ակնկալում եմ ձեզնից այո կամ ոչ։ Հասկացա ոչ։ Չեք տվել, չունեք մեթոդաբանություն։ Ճիշտ եմ ես հասկացել։ 258 Շնորհակալություն։ Պարոն Մինասյան։ Չէ, պետք է ասեմ, որ ճիշտ չեք հասկացել։